Ինչ տեղի ունեցավ հասարակության արժե համակարգի մտածելակերպի հետ։ Չունես երկիր, չունես եւ հաց։ Ինչ ի նկատի ունեք, երբ որ ասում եք, որ Երևանը կհանձնվի։ Մենք ատել ենք Կարսը կորցրել ենք, ատել ենք Վանա կորցրել ենք։ Մենք ինչի համար էինք պայքարում։ Դրա համար ասում եմ, հային դպրոց մի ուղղակի, իրեն պետք չէ, ինքը չի կրթվում։ Իշխանությունները մեղավոր են, վատն են, շատ լավ։ Ինչ են անում ընդդիմադիրները։ Հետո ասում են Երևանը տամ լավ ապրեմ։ Դու լավ չես ապրելու։ Որտեւ քո ամբողջ մտածողությունը ուտելն է։ Դու ինչքան էլ ուտես, սոված ես մնալու։ Ում կարող է վստահել ժողովուրդը, ինչ տիպի մարդու։ 1998 թվականին հայ հասարակությունը մերժեց պատերազմում հաղթանակ տարած նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Մի կողմ թողնենք այն բազմաթիվ խնդիրները, այդ թվում սոցիալական, տնտեսական, որոնք կային այդ ժամանակահատվածում, բայց փաստն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պատերազմում հաղթանակած նախագահ էր։ Ընդամենը 23 տարի անց նույն հասարակությունը ընտրեց պատերազմում պարտված, կապիտուլացված ղեկավարին։ Ինչպես ստացվեց, որ 23 տարում այդ նույն հասարակությունը միանգամայն այլ որոշում կայացրեց նույն հարցի մասին։ Ինչ տեղի ունեցավ հասարակության արժե համակարգի մտածելակերպի հետ։ Ողջույն, այսօր իմ հյուրն է բանաստեղծ Հուսիկ Արան, ում հետ կզրուցենք այս, ինչպես նաև ազգային արժանապատվության եւ մի շարք այլ թեմաներից։ Ողջույն։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք եւ հյուր եկաք։ Ինչ տեղի ունեցավ 23 տարում մեր հասարակության մտածելակերպի արժեքների հետ։ Ուրեմն ես 88 թվականի փետրվարից եղել եմ օպերայի բակում, այն ժամանակ դեռ ազատության հրապարակ չէինք ասում, մասնակցել եմ բոլոր միտինգներին, երթերին, ցույցերին, բոլորովին այլ ժողովուրդ էր։ Ինչու էր այլ ժողովուրդ։ Մենք որքան էլ փնովենք, դժգոհենք խորհրդային միությունից, խորհրդային միության 70 տարում կարողացավ մի գալ սերնդեսերունդ ստեղծվել մի հասարակություն, մի ժողովուրդ, որը հստակ գիտակցում էր իր ազգային արժեքները, իր արժանապատվությունը, իր պատմությունը, իր կորուստները եւ այն ամենը, որ պետք է կարողանա ձեռք բերել։ Իսկապես բարձր մտածողությամբ օժտված հասարակություն էր, 100%-ով չէր կարող լինել, բայց այդպեսին բոլորը չէին, բայց հիմնական գերակշիռ մասը ժողովրդի այդպեսին էր, եւ մենք ունեցանք ազգային զարթոնք։ Դա էֆորիա էր, ես մինչեւ հիմա որ հիշում էֆորիայի մեջ եմ, դա ինչ մի հրաշք ժամանակ էր, ինչ էր։ Մենք կարողացանք, այո, ինչպես ձեր խոսքում նշեցիք, հաղթանակած նախագահ կերտել մեր վերակերտել մեր ազգային խորհրդանիշերը, անկախությունը վերակերտել, մեր զինանշանը, դրոշը, ամեն ինչ։ Եկան կարծես թե դրեցինք պետություն դառնալու այս հիմքերը եւ մենք պատերազմ չենք սկսել 90 թվականին 88-ից հետո։ Մենք ազատագրական պայքար է եղել եւ պաշտպանել ենք։ Այն ժամանակ էլ Ադրբեջանը հարձակվել։ Այն ժամանակ էլ Սումգայիթում Ադրբեջանն առաջինը սկսել եւ այլն։ Իրենք Ղաչաղ են այդ քոչվորի մորթողի բնավորությունն է, իհարկե անզեն ժողովրդի ծեր մորթելու։ Ես գուցե մի խոսքս նախաբանը երկարեց, այդպեսի մի հասարակություն ունեինք, որը ժամանակի ընթացքում կամաց վերածվեց մի այնպիսի հասարակության, Արցախ ազատագրած հասարակությունը ծափտվեց, ողջունեց Արցախը հանձնելուն։ Տեսեք, ընդամենը 23 տարի է անցել, այս 23 տարում, այսինքն ինչ պետք է տեղի ունենար, ինչ տեխնոլոգիաներ պետք է օգտագործվեին, այնպես չի, որ մի քանի սերունդ է անցել եւ մտածենք, որ սերնդափոխություն է եղել, մտածելակերպը էականորեն փոխվել, ոնց տեղի ունեցավ այսքան կարճ ժամանակահատվածում։ Հենց դա է, այն ժամանակ ես երիտասարդ էի 19-20 տարեկան պայքարում է, հիմա միջին տարիքում եմ, այսինքն հասարակության հիմնական կորիզը 88-ի ես դրա համար եմ զարմանում, 88-ի ժողովուրդն է այսօր էլ։ Հա, երիտասարդությունը, որ 88-ին չի, ծերերը, որ արդեն գնացել են, մահացել են, բայց հիմնական միջին խավը, միջին տարիքը, որ նաև շարժիչ ուժ է, առաջնորդող է, ճիշտ է երիտասարդությունն է շարժիչ ուժ է, բայց
գաղափարական առումով միջին սերունդն է։ Նույնն է, բայց տեսեք ինչ տեղ ունեցավ։ Նախ դրվեց ամեն ինչ սոցիալականի վրա, սոցիալական հարթության վրա։ Մարդիկ սկսեցին չոր վատ ապրել, կոռուպցիա, չգիտեմ ինչ ամենը ազդեց, եկավ եւ մենք արդյունքում ունեցանք մի հասարակություն, որը ընդհանրապես չի հետաքրքրում իր ազգային արժեքներով, իր սրբություններով, իր չգիտեմ ունեցած այն հազարամյակներով փայփայած իդեալներով եւ սա էր որ թույնի պես կաթիլ հիմա դրսից էր որտեղից էր ներարկեցին այս հասարակությանը դարձնելով ընդհանրապես սպառող եւ սպառման հասարակություն զուտ։ Այո, ստամոքսի ժողովուրդ մենք հիշում ենք շենքերի բակերում 90 թվականին արդեն որ գազը լույս եկավ այլն մարդիկ իջնում էին մեծ կացայով ճաշ էին եփում բաժանում ու մի հերոսական ժողովուրդ ամեն ինչի դիմացավ ցրտին խավարին սովին ու կարողացավ 12500 կիլոմետր Արցախ ազատագրել Եթե չկանգնեցնեին պատերազմը, շատ առաջ Իսկ գուցե զարգացումով է պայմանավորված, այսինքն հասարակությունը մտածում է, որ նայում է, չգիտեմ, այլ երկրներին մտածում է, որ դա հետամնացություն է, պետք է զարգանալ, պետք է շատ ավելի լավ տուն ունենալ, լավ մեքենա ունենալ, այսինքն կենտրոնանալ բացառապես նյութական արժեքների վրա։ Եվ կներես, գուցե մտածում է, որ իրեն խանգարում էր իր պատմությունն ու նախկին արժեհամակարգը դրա համար ինքը չունի այդ լավ վիճակը։ Դուք շատ ճիշտ դիտարկումներ արեցիք, մենք փորձենք կարճ բացահայտել։ Իսկ ով է հրաժարվում լավ ապրելուց։ Ես, դուք, որ միայն հիմարը կարող է հրաժարվել լավ տեղ ամեն ինչ ունենալուց։ Բայց գիտեք ինչ, մենք մի բան պետք է գիտակցենք։ Նախ երկիրն է, հետո հացը։ Չունես երկիր, չունես եւ հաց։ Թե ուզում ես երկիր ունենալ, հաց ունենալ նախ ունեցիր երկիր։ Սա է ես փոքրիկ մեջբերում կատարեցի իմ վերջերս տպագրած։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը ասում է որտեղ հաց, այնտեղ Դե հայերը ունեն մի քանի ասացված, որը իրենց տունը քանդել է միշտ, որտեղ հաց այնտեղ կաց, Աստված Էլբեթարից ազատի եւ այլն։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, եթե ուզում ես լավ ապրել, նախ դու պետք է ունենաս անվտանգ, ուժեղ երկիր։ Այս անվտանգ ուժեղ երկիրը կառուցում է ժողովուրդը իր ընտրած իշխանություններով, իր պահած պահայպայած, այդ իշխանություններն են մեզնից եկել։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ, Նիկոլ Փաշինյանն էլ, իրենց խմբերով կառավարող իշխող բոլորն էլ մեզանից են ծնվել։ Բոլորի համար այս ժողովուրդն է առաջինը պատասխանատու։ Հիմա ինչ է տեղ ունենում։ Այո, ձգտում ես լավ ապրելուն, բայց պետք է դու ունենաս քո արժեքները պահես, պահպանես քո երկիրը, քո ամեն ինչը։ Եթե տանդ պատերը փլցնում ես, ասում ես խանգարում են ու ոնց է զմռանը տաքանալու։ Այս նույն վիճակն է։ Մեր պատմությունը խանգարում է, ինչն է խանգարում։ Արցախը տանք լավ ապրենք։ Ադրբեջանն ասում է Արցախը քանի չենք գրավել, մենք լավ չենք ապրելու։ Հիմա Ադրբեջանում ասում են Ալիև, ոնց ասում են հիմա պետք է Հայաստանը գրավենք, որ լավ ապրենք։ Դա այնտեղ Արցախը ընտանեկան կալվածք է, ընդհանրապես։ Դա այդպես է, խնական մտածողությունն է, ես եմ ազատագրել, գրավել, իմն է։ Իմ այդ աղջկան տավել կաշանի հանքը եւ այլն։ Իրենց ընտանեկան այնտեղ ինչ ուզում իրենք են անում։ Սա է մենք պետք է լավ հասկանանք, որն է ատառը, որն է բտառը, որն է գտառը։ Ատառն ունենալու համար ԱԲԳ պետք է ասես, կամ գտառն ունենալու համար նախ պետք է ԱԲ-ն ունենաս։ Տեսեք, գուցե Խորհրդային Միության տարիներում ապրելիս նույն այդ դուք նշեցիք, որ ձեր սերունդն է հենց այն կորիզը, որը մինչ այսօր էլ կա, գուցե գիտակցել են, որ անկախություն պետք չէր, ինքնիշխանությունը բարդ է, պատասխանատվություն է, ավելի լավ է ինչ որ մի պետություն մեզ ղեկավարի, չգիտեմ, ինչ է կարծում եք։ Գիտեք ինչ, եթե հիմա որ նայում ենք, մենք որ 88-ին միտինգներին
Այն ժամանակ սկզբում չէինք ասում անկախություն, հետո եղավ 2 տարի հետո։ Ծեր մարդիկ, տարեց մարդիկ, հորա ծիծաղով, կամարանքով ասում էին, այ հայեր տեղներ նստեք, դուք անկախ ապրողը չեք, դուք այդքան խելք ու ուժ չունեք։ Մենք քիչ էր մնում մեր պապերին տեղում, չգիտեմ, կտանքների ենթարկեինք, որ ես ինչ հիմար բաներ ես ասում եւ այլն։ Բայց հիմա երեկոյանել ամեն ասում եմ մարդիկ գուցե ճիշտ էին եւ իսկապես ճիշտ էին։ Տվեցին անկախություն։ Եկանք, կերտեցին, գիտեք, պատմության ընթացքում միշտ այդպես է եղել։ Պահեցինք։ Մեր ձեռքով հիմա հանձնում ենք, չէ՞։ Սա դրել է, ասում է, ինքնիշխանում ենք, դառնում օրորի դու դառնում ես առավել կախված, ինքնիշխանությունը կորցրած, մենք հիմա չունենք Ալիևը ինչ հրահանգում է, Էրդողանը ինչ հրահանգում է, դեռ լավ է այն երկու սիրիացի ահաբեկիչների ասաց, որ 4 գերի կտան։ Կարող էր ասել ոչ, դու ասա բարեկամքի դրսևորում, սա կասեր։ Հիմա մենք ոչ միայն Արցախը կորցրեցինք, այլև կորցրեցինք մեր գրեթե կորցրել ենք մեր ինքնիշխանությունը, մեր ամբողջ պետական սահմանը Գուցե չենք կորցրել, մենք չենք հասկանում, որովհետև տեսեք նույն Դենց էդ եմ ասում, մենք չենք հասկանում, գուցե հակառակը մենք ձեռք ենք բերում ինքնիշխանություն։ Ես օրինակ շատ փորձել եմ կանչել ԿՊ-ից հյուրերի, չեն գալիս իդեպ, որովհետև ես ասում եմ, լավ, գուցե ես չեմ հասկանում, այս մարդիկ իրականում ուզում են ավելացնել մեր ինքնիշխանությունը, մեզ ավելի հզոր ուժեղ դարձնել, մենք չենք հասկանում։ Չէ, մենք դա չենք ընկալում։ Ցավալիորեն ողբերգություն է դա, մեր ժողովուրդը չի ընկալում, բայց եւ կարողացել է կերտել, ասենք 2018 թվականին, հետո եթե ուրիշ խորհրդային երկրներին նվեր էր անկախությունը, մերը նվեր չէր, միակ հանրապետությունն էր, որ պատերազմով ազատամարտով իր նահատակ զավակներով իր անկախությունը կերտեց 1991 թվականին, սա փաստ է։ Բայց մեր մտածողության մեր դա հայ մտածողությունն է։ Որքան ուզում եք նայեք, ցավում է, ողբալի եւ ասածս, բայց մեր առաջին հերթին մեզ հետաքրքրում է մեր գրպանը եւ ստամոքսը։ Մենք դրանից դուրս չենք կարողանում։ Երեք Գորիսում, հա, սպանդ է եղել, ռումբ են պայթացրել։ Երկու հոգի զոհվել է։ Ինչ էր տան պատկից ցանկապատի համար։ Միթիզ այս կոմպիտիլնի, միթիզ ընկո։ Միթիզ հողի համար, 5 սանտիմ ավտոտնակի տեղի համար իրար են սպանում հայերը։ Բայց այո, 12500 քառակուսի կիլոմետր տվել են, բոլորը ծափ են տալիս։ Ես գրել եմ մի գործ այդ օրերին, տեսնում էի Արցախից դուրս էին գալիս, դա էթնիկ զտում, դա ցեղասպանության ձև է, այսինքն ինքնին ամբողջ ցեղասպանություն էր կատարվեց հենց 23 թվականի սեպտեմբերի վերջերին արդեն Արցախում, եթե 15 թվականին սայլերով, եզներով, չգիտեմ ինչերով էին գալիս, մեքենաներով։ Ու նայում ես Երևանում, իմ գյուղում, մյուս տեղերում, մարդիկ ինչ խաղաղ ու անդար, ինչ ժպտուն, փուչիկներ երեխեք խաղացնելով, առևտուրն անում բան, ես այդպես էլ նկարագրել եմ այդ գործում։ Տաղավարներում նստած նարդի են խաղում գրազով, խորովածի վրա, պիտի խորովածի կրակը վառի եւ այլ։ Լսի քո եղբայրը ցեղասպանվում է, ես գրեցի Facebook-ում կայեն որտեղ է քո եղբայրը։ Ու նույն անտարբերությունը սառը եղել է 1915 թվականին հարեմության հաս։ Անդրանիկը եկել է Երևան, նրան սարսափելի վատ են դիմավորել։ Գոռալով կռվարար, տաճկահայ գնա այստեղից եւ այլ ծեծել են զինվորները եւ այլ այն վիճակին են հասցրել, որ Անդրանիկը, ասել է թուրքը այդպես ինչ հետ չի վարում։ Թնդանոթներով շրջափակել Երևանը ու գնդակոծի։ Կաթողիկոսն է եկել ընկել ոտերը, խնդրել ասել այ մարդ մի արա։ Ասել է այսպեսի բան ես չեմ տեսել։ Հիմա որ արձանն ենք դրել։ Գիտեք ինչ, բառացիորեն չի փոխվում մեր ժողովուրդը։ Հայկ Ասատրյանն ասում է, ուրիշ ժողովուրդներ կանգնում են վտանգից առաջ, հայը մրափում է աղետից հետո ել։ Տիպիկ հազարամյակներով շատ վատ բան է, մեր գենը չի փոխվում։
հայը չի հղկվում, չի տաշվում։ Ես այնքան կուզեի, որ 2000 տարի առաջվա հայը ու այսօրվա հայի մեջ տարբերություն լիներ։ Մազաչափ տարբերություն չկա, եթե նայում ես ամբողջ քո պատմությունը։ Հայտարարակ բան է, ոչ կրթվում ենք, ոչ տաշվում ենք, ոչ բան։ Սա է մենք պետական մտածողություն չունենք, պետության մտածողություն չունենք։ Ես վերջերս անդրադարձա մի գործ գրեցի, որտեղ ունենալ ուժեղ պետություն, պետականություն, էպոսի առաջի ճյուղին եմ անդրադարձել Սանասար եւ Բաղդասար, որ կառուցում են ասում պետության կառուցում։ Ցավոք մենք չունենք այդ զգացողությունը։ Հայրենիքի զգացողություն չունենք։ Հողը սիրողին է իր վրա պահում, մեկ նախադասություն էլ ասեմ։ Մենք չենք սիրում, մենք 30 տարի ատել ենք Արցախ, եկեք անկեղծ խոսենք։ Հայեր ջան, եկեք իրար աչքերի մեջ ենք, ատել ենք Ղարաբաղը եւ Ղարաբաղցուն, կորցրեցինք։ Թուրքը ասաց իմ սրբազան հողն է, սիրում էր եկա, բայց դա մեր սրբազան հողն է։ Մենք կորցնելով Արցախը, ախր Սյունիքը այդ երկուսը շատ կարևոր են եւ հոգեվոր առումով առաքյալները այնտեղից են քարոզելով եկել եւ այլն եւ պատմական առումով պատահական չի Մաշտոց էստեղ ամեն ինչ թողած գնացել համար ասում է առաջի դպրոցը բացել Արցախում մենք ատել ենք Կարսը կորցրել ենք ատել ենք Վանը կորցրել ենք հիմա կարող է ասեն ոնց ենք ատել այդ ժամանակ չենք եղել բայց ես տեսել եմ Արցախի նկատմամբ ատելությունը թող ոչ ոք հիմա ինձ չհայոյի չբանջանի թե այդպես չի ոչ բերեցին նաև այդ արժե համակարգը Արցախցի Հայաստանցի իրար նկատմամբ ատելություն չգիտեմ ինչ ու տարիների ընթացքում հասցրեցին նրան որ մեզ համար հոգսեր բերեր Արցախը վայ հանձնեցինք բրծանք ազատվեցինք Արցախից հիմա լավ կապրենք Արցախից հետո մարդիկ ժամանակին հասնեն Սյունիքն է գնում Գեղարքունիքն է գնում ինչպես հիմա գնում է Սյունիքն է գնացել Գեղարքունիքն Սևանալիջն է գնալու այլ հաջորդը Երևանն է այս ընթացքով շատ կարճ ժամանակ հետո 6 ամիս մի տարի, տարուկես 2 տարի, այս ընթացքը եթե շարունակվում է նիկոլականությունը, մաքսիմում 2 տարի է մեզ մնում, տարուկես 2 տարի։ Արցախ երկուս դառնալու համար։ Որովհետև մարդիկ չեն պատկերացնում կամ չեն ուզում հավատալ, ինչ ի նկատի ունենք, երբ որ ասում ենք, որ Երևանը կհանձնվի։ Մարդիկ ասում են, չեն գա Երևանը, չեն կրակի, պարտադիր չէ, երկիրը գրավելու համար կրակել։ Հայը Թոքը կրակի ամեն ինչ էլ կան։ Հայը շոշափելով էլ չի հավատում։ Հիմա Արցախից չեմ խոսում։ Ժամանակին ասում էի ժողովուրդ կամ իմ շրջապատում մարդկանցում, եկեք Արցախն, հա ինչ ես խոսում, ինչ ես ասում, թող բանանեն, հայաթափեն նոր։ Հիմա այդ նույն մարդկանց ասում, զգացել եք չէ՞ Արցախի մասին չեմ խոսում, որտեղ արդեն կորցրել ենք։ Հիմա ասում եմ, արա Սյունիքն են կորցնում, Գեղարքունիքն են կորցնում, հաջորդը Երևանն է։ Մինչև կորցնելն ասում եմ, եկեք, ոնց որ նոր Հայկասատրյանց մեջ բերում արեցի, աղետից հետո էլ ենք բրափած մնում, քնած մնում։ Եկեք չկորցնենք, կորցնելուց հետո էլ չեմ ասի, արդեն կորցրել ենք։ Մենք վտանգի մեջ չենք գիտակցում, չենք տեսնում։ Ասում եմ, եղել լավ որ ասում ես։ Լսի, լինելուց հետո էլ ինչ ասեմ։ Այդ ընթացքով Երևանը հայը ադրբեջանցին, թուրքը չի հանդուրժելու մեկ հոգի, վերջի 10 հոգի հայը դուրս եկան, ու այն հայերը, որ ծառայել էին իրենց, գնացել Ռուբեն Վարդանյանի դեմ դատարանում ցուցմունք էին տվել, անգամ նրանց չպահեցին, չհանդուրժեցին, անգամ նրանք թողեցին դուրս եկան, վերջին հայը 10 հոգին դուրս եկավ, այստեղ շատերը մտածում են, վայ գա հարևանս ադրբեջանցի կապրեմ, չէ, չի թողելու, մեկ հայ չի թողել, եթե մենք մի ժամանակ ասում ենք մեկ հայ ուզում է թողել թանգարանում, այդ թանգարանի ապրանք հային էլ չպայեց Արցախում։ Նույնը այստեղ անելուց, ասում է Արևմտյան Ադրբեջանը։ Մենք ասում է չենք խոսում շատ, Արևմտյան Ադրբեջան չենք ասում, քանի որ Արցախի արդեն չխանգարենք։ Արցախ հիմա մերն է, սա Արևմտյան Ադրբեջան։ Առաջին մինիմում պլանը Սյունիք Գեղարքունիքն է, մաքսիմումը ամբողջ Հայաստանը։ Հիմա այդ մարդիկ անում են իրենց 120 տարի այդ թուրանական միջանցքի համար էին պայքարում։ Ինչպես երգում են ցնծացեք։ Մենք ինչի համար էինք պայքարում, այստեղ է խնդիրը։ Իրենք ունեին օրակարգ, իրենք գիտեին ինչի համար են պայքարում, ինչ են ուզում անել։ Մենք երբեք չենք ունեցել օրակարգ։ Մենք միայն ասում ենք տանք լավ ապրենք, ախր գիտեք ինչ,
ունենք հրաշալի գրված է գրականության մեջ, պատմության մեջ։ Ասում են գաղափարախոսություն չունենք, չենք ընկալում։ Եթե մի ժողովուրդ ունենում է Թումանյանի գործը, Չարի վերջը, դպրոցում բոլորն ասում են, այդ ժողովուրդը պիտի հասկանա, պիտի կրթվի։ Եթե այգեկցու առակն է ասում գայլերի, այծերի նամակը գայլերին, պիտի հասկանա։ Դրա համար ասում եմ, հային դպրոց մի ուղարկեք, իրեն պետք չէ, ինքը չի կրթվում։ Դու Չարի վերջը մի փոքրիկ ձակել տա, այ հիմա Սյունիքը տամ լավ ապրեմ։ Հետո ասում եմ Երևանը տամ լավ ապրեմ։ Դու լավ չես ապրելու։ Որտեւ քո ամբողջ մտածողությունը ուտելն է։ Դու ինչքան էլ ուտես, սոված ես մնալու։ Հազարամյա քաղց կա նստած քո ոսկորներում։ Սիրելի հայ, այսպես չի կարելի էլ երկիրս տամ լավ ապրեմ։ Ես չեմ տեսել պատմության մեջ մի ժողովուրդ, որ ցնծա իր տարածքը հանձնելու համար։ Մարդիկ մաղարիչ էին խմում, որ Արցախից պրծան։ Դուք ապուշ չեկարա։ Եկավ հաջորդը գեղարքում։ Հիմա Սյունիքն է ստվել։ Ամբողջ պետական սահմանը Իրանի հետ տրված է։ Ասում է, բանը մի ասեք միջանցք, ասեք անխոչնդոտ ճանապարհ։ Կատու մի ասեք, ասեք փիսիկ։ Կատուն ու փիսիկը նույնը չեն։ Այ ախպեր տրված է։ Այնտեղ դու ոչ մաքսային ծառայություն ունես, ոչ սահմանապահ, ասում եմ, չգիտեմ, Երևանից նստած պիտի հստենքի։ Դու ընկել ես թուրքական օղակի մեջ։ Էլի հույս ունես, ասում է, էժան բենզինը բերել են, մենաշնորհը վերցնել 3 անգամ թանկարծ։ Թուրքը երբեք քեզ նվեր չի անի։ Փորձենք հունիս ամսին մի 2 ֆուր այստեղից Ծիրան ուղարկենք։ Բաքվի շուկաները։ Դու տես ինչ կանի սովորական շարքային քաղաքացին, ասենք այս դիմացի շենքում ապրող, կսակկացնի եւ Ծիրանը վաճառողին եւ Ծիրանը։ Դրա համար են նրանք Ղաչաղեն կարողանում են 31500 քառակուսի կիլոմետրով ենք սովետական Հայաստան մտել։ 29 էլ չի մնացել։ Ախր 1500 քառակուսի կիլոմետր սովետի ժամանակ ենք տվել։ Գոնե միթից չենք վերցրել, անընդհատ տվել ենք, անընդհատ գոնե չենք պահել էլի, այդ եմ ասում, չենք վերցրել, գոնե պահեինք, զորբա են կարողացել են, մերոնք տան գլխացավանքից ազատվենք, տանք ոչինչ, մեկը չգիտեմ կաշառքով, ինչով, արոտավայրեր, հովիտներ և այլ, կարողացել են նրանք Հրանտ Մաթեոսյանն է գրում, ասում եմ, մինչ դու հերթական հնավայրն ես պեղում 5000 տարվա, Թուրքի հովիվը իր ոչխարոտը 1 սանտիմ առաջ է բերում քո հողը։ Կուզեմ մի փոքր խոսենք եկեղեցուց։ Ինչ դեր պետք է ունենալ եկեղեցին նրա ազգային արժե համակարգի ձևավորման, այդ արժեքների տարածման հարցում։ Կուզեմ ձեր կարծիք իմանամ, եկեղեցու մեղադրում եք այս ազգի մտածելակերպի խեղաթյուրման մեջ։ Ուրեմն միակ կառույցն է, որ գոնե 1725 տարի արդեն անընդհատ շարունակվող մեզ պահել է։ Մենք թագավորությունները ընդհատվել են։ Վերջի 1000-ամյակում, գրեթե չենք ունեցել, Բագրատուններից հետո, եթե չենք հաշվում Կիլիկյան։ Կաթողիկոսներ միշտ ունեցել ենք։ Ահա թե թշնամու վախը որն է։ Միակ կառույցն է, որը համաշխարհային ցանց է։ Այստեղ չի անում եպիսկոպոսած ժողով, դրսում է անում։ Աշխարհի ցանկացած կետում հայ առաքելական եկեղեցին ունի իր կառույցը, պինդ ամուր։ Դե Վազգեն առաջինն էլ է դրսում արել, Վազգեն առաջինը խուսափեց սովետական KGB-ից, բռնաճնշումներից, հիմա վեհափառը Գարեգին II-ը խուսափում է ԿՊ-ի ճնշումներից եւ դրսում է անում։ Երկուսն էլ այդ ներսի ճնշումներից խուսափելով դրսում, ասում են ինչու են եպիսկոպոսած ժողովը դրսում անում։ Այդ դրա համար։ Հիմա այս համաշխարհային ցանցը կառույց է, որ ամենտեղ ունի ինքը։ Սա միակն է, որը քո թշնամուն միշտ վախեցնում է եւ ոսկոր է եղել։ Հիմա ինչ պիտի անել։ Վերջնական նավ հայերը Կարմիր գիծը Արցախը հայերի համար ցեղասպանությունը տեսան, չէ, երկուսն էլ Կարմիր գիծ չի։ Արցախը ծափուցի ցեղով հանձնեցին, ծիծեռնակաբերդը քանդում են, զոհերին հաշվենք եւ այն պղծեցին։
Սրբադասված զոհերին 1.5 միլիոն։ Սրբադասում մի կողմ եւ այլն քո ողբերգությունն է։ Հասարսուր ողբերգությունն է ու պղծում են։ Ու ինչ որ մի անթրաշ տականք նստած ասում է եկեք ցեղասպանության զոհերին հաշվենք։ Ապուշ ցեղասպանությունը միլիոն ու կեսը 5 միլիոն է, դա էական չէ, դա ցեղասպանություն է։ Ինչպես Արցախում կատարված այդ հրեաները, եթե ինչ որ մեկը ասեր եկեք հոլոկոստի զոհերին հաշվենք։ Ես բարձ չի ինչ կաներ։ Հոլոկոստ կսարքեր ասողի գլխին։ Դրա համար էլ այսօր Իսրայելը 2000 տարի պետությունը կորցնելով կարողացավ գաղափարախոսություն ուներ նորից իդ գնալ ստեղծել։ Ու այսօր աշխարհին թելադրում է։ Ու ամբողջ արաբական օղակի մեջ է, չեն կարողանում նրան ճնշել, ստիպել։ Գուցե ինչ որ քայլեր անում է Գազայում եւ այլում մեզ դուր չգալ դատապարտում այնք եւ այլ աշխարհը, բայց հрьяան ասում է ես թույլ չեմ տա իմ նկատմամբ երկրորդ անգամ ցեղասպանություն անեկարը։ Մենք թույլ տվեցինք։ Սա է հայ ու երբեք հայն հрьяա հետ չհամատես։ Հայն ոչ մի ազգի հետ մի համատի։ Որովհետեւ գիտեք ինչ ասում եմ նեղանում են ես էլ եմ իզնից նեղացած։ Շատ մեծ ողբերգություն է հայ լինելը։ Սարսափելի ողբերգություն է։ Այս պատմության, այս հոգեբանության, այս մտածողության տեր ժողովրդի մասնիկը կազմելը սարսափ է։ Որ 8 տարի կարող ես հանդուրժել մի իշխանության, եզակի մի ժողովուրդ, որ պարտված, տարածքներ կորցրած իշխանությանը վերընտրում է։ Ու պահում պահպանում է, ու անընդհատ սա հող է հանձնում, սրա ռեյտինգը բարձրանում է։ Абսուրդ է։ Մարդկանց է կալանավորում ռեյտինգը բարձրանում։ Абսուրդ է։ Թրամփի այդ բանը թրիփը ինչա կոչվում է։ Թրիփ։ 5% ասում եմ, արա ո՞ս է։ Լավ, ինձ բարերով, դու քո տարածքը, քո երկիրը, քո սահմանն էլ մի կողմ բարձով ես տվել։ Բայց ընդդիմությունն էլ է համաձայն այդ նույն թրիփի ուղու հետ։ Ընդդիմության մասով ինչ կասեք։ Լավ, ընդդիմությունը հիմա գիտեք ինչ, եթե իշխանափոխություն է լինում Հայաստանում, այդ կորցածը դու հետ չես բերելու։ Գոնե ավելին չկորցնենք, երբ ասում ենք 21 թվականին ժողովուրդ այսպես է, եկեք մենք սրանց չվերընտրենք, որովհետև մենք ավելի ենք կորցնելու եւ եղավ։ Մենք 5 տարում տես ինչքան կորցրեցինք։ Եթե այլ իշխանություն լիներ, այսօր Արցախում հայեր կապրեին։ Քո ջերմուկը եւ այլն տրված չէ լինի, այդ թրիփը տրված չէ լինի։ Երբ բարձրացվեց Արցախի պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանը բարձրացրեց միջազգի հարցը։ Նախ ռուսների հետ ստորագրեցին, այսինքն դու արդեն կորցրեցիր, սա ես տալիս։ Հիմա սա է, այս առումով մենք բացառիկ ու եզակի ենք։ Այսինքն եթե լինի իշխանափոխություն, ըստ ձեզ որևէ փոփոխություն կլինի այն պարագայում, երբ որ նույն ընդդիմադիրները առանձնապես տարբերվող օրակարգեր չեն առաջարկում, միայն տնտեսական մասով։ Հա, տնտեսական մասով այսօր մեր ձևով շարժումը կամ ուժեղ Հայաստանը, իհարկե լավ տնտեսական ծրագիր մարդիկ զգացում է։ Բայց մեր խնդիրը տնտեսությունն է այսօր։ Բայց գոնե ավելին չկորցնելը։ Գոնե ավելին չկորցնենք։ Այդ ձևով կարող ենք ավելին չկորցնել։ Խելոք լինես կպահես։ Գոնե Երևանը չես կորցնի։ Իհարկե ահավոր դժվար է, մենք հիմա նման ենք կոմայի մեջ գտնվողին։ Շնչառական ապարատին միացրածին։ Սյունիքով անցնող ճանապարհը ինչ է անխոչնդոտ է, խոչնդոտով է, չգիտեմ։ Արցախը կորցնելուց հետո մարդիկ չէին սխալվում, խելացի մարդիկ էին ասում, եթե դու Արցախը կորցնում մենք դեռ մենք պատմության վերջին էջը։ Հիմա եթե աղոտ հույս կա, որ կարող ենք ինչ-որ կերպ թփրտալով մնալ ջրի երեսը։ Շատ դժվար է, ահա որ եկող իշխանությանը, ասենք նոր իշխանությանը, ահա որ դժվար է։ Ես միշտ ասում եմ, եկող իշխանությունը էլի ամեն ինչ գցելու է նախկինների վրա, էլի ասելու է դե մենք ուզում ենք սա անենք, բայց քանի որ նախկինները Չէ, այդպես չէ, մեզ նման իշխանություն պետք չի որ գա, ասի, գիտես, այս նախկիններն են մեղավոր, հիմա էլ Երևանն եմ հանձնում։ Այսինքն մարդիկ լինեն, լավ էս ժողովրդի մեջ, էս ազգի մեջ չկան մի խումբ մարդիկ էս չգիտեմ 30 տարի է, 35 տարի է չեն գտնում, դրանց առաջ չեն գտել, լավ չի գալիս մի ժամանակահատված, որ
մի խումբ նորմալ մարդիկ լինեն։ Ի վերջո, գիտես ինչ, ժողովրդին առաջնորդողը, առաջ տանողը, ղեկավարողը իր իշխանություններն են։ Իր իշխանություններն էլ իր հերթին ծնվում են այդ ժողովրդից։ Բայց միևնույն Եթե ժամանակ մենք շատ Արցախը մեծ չկորցնեինք, նշանակություն ունի ընդդիմությունը, որովհետև նույն 2021 թվականից ընդդիմությունը ազգային ժողովում է։ Իշխանությունները մեղավոր են, վատն են, շատ լավ։ Ինչ են անում ընդդիմադիրները։ Ես այսօր այս իրավիճակում խոհեմ չեմ համարում ընդդիմությանը քննադատել կամ դատելը։ Որովհետև այնուամենայնիվ եթե մենք առաջարկում ենք այս իշխանություններին հեռանալ, ուրեմն ընդդիմադիրը պետք է գա իշխանության։ Հիմա ես ընդդիմադիրը։ Բայց գուցե ընդդիմադիրը չի ուզում գա իշխանության։ Չգիտեմ, ընդդիմությանը այսպես ասած դատելով նշանակում է ես ամրացնում, պահպանում եմ եղած իշխանությունը։ Չէ, ես այստեղ այդքան էլ համաձայն չեմ, որովհետև ընդդիմությունը նրա համար է, որպեսզի իշխանությունը գոնե թե վախ ունենա։ Եթե ընդդիմությունը չի կարողանում իշխանության մոտ առաջացնել մի փոքր վախ, կաշկանդվածություն, եթե ընդդիմությունը չի անում քայլեր իշխանափոխության համար, չի ուզում գալ իշխանության, այլ միայն հիասթափեցնում է ժողովրդին, այդ պարագայում ուզում է, այդքանն է կարողանում, եւ ժողովրդի մեծ վստահություն չունի։ Եթե ունենա ժողովուրդը, ասենք մեկը, որը վայելի ժողովրդի մեծ վստահությունը, ժողովուրդը կկանգնի եւ նրան կբերի իշխանության։ Նոր դուք խոսեցիք ժողովրդի արժանապատվի մասին։ Ինչքան որ կա քո իշխանությունը թույլ է, նույն թույլությունն էլ ունի նաեւ ընդդիմությունը։ Հիմա մեզանից այդքանն են ծնվել։ Մենք չենք կարողանում այս գոնե վերջին տարիների 7-8 տարում բերել մի ուժեղ, ասենք, քաղաքական ուժ, որին կվստահեր ժողովուրդը։ Ում կարող է վստահել ժողովուրդը, ինչ տիպի մարդու, ինչ տիպի ուժ։ Դա ես շատերի հետ եմ խոսում, միշտ այսպես, գիտեք, շատ ազատ ու բաց եմ, անընդհատ ժողովրդի մեջ եմ։ Ասում է, մեկին ցույց տուր ընտրեմ, մեկին լավ, որին վստահեմ։ Դե ում ասում ես, մարդիկ ասում են չեմ վստահում, ասում ես ինչու՞ չես, ասում ես այս պատճառներով։ Նիկոլ Փաշինյանին վստահում են, բայց այդ Չէ, Նիկոլն էլ չեն վստահում։ Այս պատճառներով չեն վստահում։ Ու դու իր պատճառաբանություններին եմ չես կարող վիճել։ Նրանք բերում են պատճառաբանություններ, եւ լինի սոցիալական եւ տնտեսական եւ վերջում արդի սոցիալական էակ է։ Դու չես կարող նրան մեղադրել, որ գիտես ինչ, հա, բայց ասում ես լսի, այս աղետը, այս ամբողջը բերեց էս։ Եվ վերջի ասում եմ, հա, չենք ուզում սրան, բայց լինի մեկը, որին մենք վստահենք, գնանք իր հետևից։ Այդպիսի մեկին առայժմ գոնե այս 7-8 տարում ժողովուրդը չի տեսել։ Թե չէ որ ասում են ընդդիմությունը մեղավոր, օրինակ 22 թվականը ես միտինգներին, բաներին, ինչ-որ սխալ բան չարել ընդդիմությունը։ Ոչի ժողովուրդը այնպես Չէ, գործողություն չի արել, օրինակ ժողովուրդը ակնկալում էր որևէ գործողություն, բայց ընդդիմությունը ամենախտում էր ուղարկում։ Նույն սրբազան շարժման ժամանակ ժողովուրդը այնտեղ նստած դրթում էին գործողություններն էլ գրավել։ Ազգային ժողովը շրջափակել, կառավարության շենքը եւ այլ եւ այլ։ Գործողությունը ուրիշ ձև հրապարակում մնային օրինակ։ Դե հիմա այդպես գալիս ծրվում բայց այն զարթոնք ասենք որ գյուղերում եւ այլն մյուս քաղաքներում լիներ իհարկե 88-ին մի քիչ այլ էր կազմակերպված ես անընդհատ ամեն օր հետևում եմ շարժումը մարել էր դեռ անկրծ հաջորդ օր ամբողջ Հայաստանը ոտքի կանգնեց այդ ոնց էր Դե ինչ տեխնոլոգիաներ 2018-ին Այո 19-ին մարել էր արդեն ապրիլի 20-ին պայթեց Հայաստանը Ես հրապարակում ասել լավ տաներով գնանք բարձ բայց դե գոնել պայքարող ոչի կար որտեվ այդ նույն ժողովուրդներ որը ես տեսել եմ շարասումներով հերթեր կանգնած 5-10000 դրամը իմ փողը տվեք իմ փողը գնում ընտրում էին Սարժային ընտրում լավ ասում են մեկը ընտրվելու ասում չէ ընկեր ջան եթե փողը չվերցնես չընտրես չի ընտրվելու սա էլ է արդարացման ձև էր իրան այդ պահին 5-10000 դրամներ հետ աշխրում Մեկը որ ես չընտրեմ էլ ընտրվելու ոչ դու որ չընտրես չի ընտրվելու Այ օրինակ այսօրվա վիճակի համար դուք մեղավոր համարում եք Ռոբերտ Քոչարյանի Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածները Ես բաց նամակ եմ գրել հրապարակ օրաթերթում հրապարակվել է ընտրություններից անմիջապես հետո 12 թվականի Սերժ Սարգսյանին որ էս ինչ արեց իրեն համատարած կաշառք բաժանելու ժամանակներ ծեծելով տաներ այս ժողովրդին ընտրության Բայց վաղը Ալիևը գալու 50 դոլարով դնի ընտրվի ու այդպես էլ եղավ այսինքն եկավ հասավ այն փողի իրավիճակը որ ամբողջովին սոցիալականից կախվեց ու հանձնվեց եղավ ու իմ ասածը
գրածը մոտավոր կատարվեց։ Չանեիք այդ բանը։ Այնպես չի որ հիմա խոսում ենք այն ժամանակ չէ։ Ես միշտ էլ դատել եմ, միշտ էլ ասել եմ սխալները ցույց տալով ինձ աշխատանքից էլ են ռադիոից ազատել, մյուս տեղերից եւ այլ, հիմա էլ եմ գործազուրկ։ Բայց մարդը մի տեսակի որ չի կարող լռել։ Ինչ անել։ Համախմբվել, միացին լինել։ Ես 20 թվականի պատերազմից առաջ ամռանը 20 թվականի ամռանը հենց 168-ում գրեցի։ Երեք նախագահներին կուզենայի այս ծայրեղ ճգնաժամային վիճակում ուսոսի տեսնել, որտեղ զգացում էր պատերազմ է լինել։ Միավորում, համախմբում։ Մենք 96 թվականին նախագահական ընտրություններից առաջ այդ ապատիկ վիճակներ, որ ինչ ուզում եք արեք, Լևոն Տեր-Պետրոսյանը նորից մնալու է եւ այլ, ընտրություններից 2 ամիս առաջ, ամիսուկես առաջ, հանկարծ ընդդիմությունը միավորվեց, բոլորով մի միասնական տեխնացու Վազգեն Մանուկյանն առաջարկեցին։ Այնպես չէր, որ Վազգեն Մանուկյանով հիացած էր ժողովուրդը։ Մանուկյանը շատ խելացի է, բայց ինքը քիչ չոր է խոսում։ Ժողովուրդը չոր խոսացող, ժողովուրդը սիրում է ակաժներով, իրեն քաղցր, մեղցր ոնց որ Նիկոլն անում չոքի, պաչի, չգիտեմ, հա, բայց այնուամենայնիվ ժողովրդի մեջ արթնացավ մի ոգի, հույս, հավատ, որ ամբողջ ընդդիմությունը միավորվել է եւ մի տեխնացու է առաջադրել Վազգեն Մանուկյանը։ Ու հսկայական զանգված Վազգեն Մանուկյանն ընտրեց, հիմա ես չեմ ուզում ասել, որտեղ փաստ չունեմ, այնուամենայնիվ վիճելի են համարվում այդ ժամանակ 96-ի ընտրությունները, որովհետև շատերը կան, ժողովուրդը Վազգեն Մանուկյանին ընտրեց։ Այսինքն, եթե լինի միասնություն, միավորում, ախր ժողովուրդը լավ ասում են հիասթափված է եւ դե եկեք հույս արթնացրեք։ Դե մի բան արեք, դուք քաղաքական գործի չեք։ Դուք էս եք, դուք այն եք, չգիտեմ, խելացի մարդիկ եք։ Նույն Նիկոլ Փաշինյանի օրակարգը, այսինքն Նիկոլ Փաշինյանն էլ է ասում, եկեք տնտեսությունը զարգացնենք, իրենք էլ են ասում, եկեք տնտեսությունը զարգացնենք։ Դե ինչ պիտի ասեն, իրենք էլ են ասում խաղաղություն, նա էլ ասում խաղաղություն։ Այսինքն պետք է տարբեր լինի։ Այնպես տարբեր ինչ ասեն, պատերազմ չէ, ոչ ոք պատերազմ չի ուզում։ Չէ։ Հա, ուղղակի տարբերը այն է, որ մենք ավելին չկորցնենք։ Մենք այս դոմինոյի էֆեկտով տարիներ շարունակ ասում ենք, որ գնալու է, այս կորցնելու ենք։ Ժողովուրդն շատ է տեսնում, հասկանում, մեծ մասը հասկանում է այսօր, բայց ասում է ինչ անեմ։ Բերեք մի տեխնացու, մի ուժ, այդ տեխնացուն այդ ուժը կարող է լինել միայն միասնության դեպքում։ Լավ, թող 2-3 հասկանում եմ ճակատով են ուզում գնալ, որպեսզի կոալիցիա կազմեն եւ այլն, բայց լինի մի հատ տեսնեն ժողովուրդը համախմբում է, որ իրենց անձնական շահից վերականգնել։ Լավ, այս մյուսը քաղաքական գործիչ է կամ գործարար է, չգիտեմ ինչ է քաղաքականության մեջ է ինքը որոշակի ձայներ եւ այլն ունի, բայց տեսնի սա մյուսը, ասենք մեկ հոգու են միանում, որն ավելի հնարավորություն ունի, ու այդ միասնությունը, այդ ոգևորությունը, որ հասկանում այդ մարդիկ չեն եկել իրենց անձնականի համար իրենց գրպան, այլ իսկապես ժողովրդի մեջ հույս ներշնչեն, որ եկել են երկիրը փրկելու։ Այսինքն թույլ չտանք, որ երկիրը մինչև վերջ կործանվի։ Սա է պետք, որ մարդկանց մեջ թե այս ընթացքով որ գնաց, որևէ բան էլ չի փոխվելու, էլի դնելու է ասպես ինչպես էջմիածնում եւ այլնում իր տեխնացուն Նիկոլը անցնի։ Հիմա իսկ Նիկոլի անցնելը նշանակում է ինքը չի կարող, հասկանում եք, ինքը այդ ֆիգուրն է, ինքը հանձնող, տվող ֆիգուր է, խեղճացած, ես չեմ ուզում ժարգոնային բառեր օգտագործեմ, եթե փողոցում էլ, թաղում էլ, մեկին ինչ որ վիճակի մեջ են դնում, որ նա տալիս է հանձնմեկամի ոչ այսպես տղայական վայել քայլ է կատարում, նրան անընդհատ պարտադրում են ինքը միշտ այդ քայլերը կատարում։ Հիմա այս վիճակն է, իրեն միշտ կտաս, կտանեն մեդալ կկախեն վզից հետ, թուրանական ցեղեր ցնծացեք, որ միավորվեցիք, Ղազախստանում մեդալ կախեցին Նիկոլի վզից, բայց ինչ անեն 120 տարի պայքարել էին, որ այդ թուրանական միջանցքը ստանան եւ ստացան։ Վաղն էլ կտանեն, հիմա էլ են մրցանակ տալիս, որ թրիփը բան տվեցիր, այո այդ մար։
Վաղ Հայաստանը հանձնելուց առաջ, հանձնելու համար թակ կդնեն գլխին, բայց դու չես ունենա Հայաստան։ Բան կատարում է այն, ինչ ուզում են քո թշնամիները։ Մեր թշնամին այստեղ միայն թուրքը չի։ Որ մենք մի օր կունենանք մեր օրակարգը, հայկական օրակարգի մասին է խոսքը, եւ կիմանանք մենք ինչի համար ենք պայքարում, որովհետեւ կարծում եմ նաեւ միավորվելու, համախմբվելու համար շատ կարեւոր է, որ մարդիկ հասկանան ինչի շուրջ են համախմբվում, ինչ նպատակ իրագործելու համար են համախմբվում, այլ ոչ թե համախմբվել ինչ որ անձի շուրջ։ Եվ կարծում եմ, որ դա է նաև պատճառը շատ դեպքերում, որ չի լինում այդ միասնությունը ձևավորել։ Շնորհակալ եմ, ավելացնելու բան։ Դե սա է մեր, գիտեք, մեր թշնամին, որ մենք այդքան խոսացի, ես դժգոհեցի մեր ժողովրդի հասարակությանից։ Այնպես չէ, որ նրանց հասարակությունն ավելի խելացի է, բայց նրանք միշտ խելացի առաջնորդներ են ծնում։ Նրանց էլիտաներն են ավելի։ Հա, նրանք, տեսեք, կործանված Թուրքիան երեք թուրքերից հետո անմիջապես Աթաթուրք եկավ առաջ։ Հիմա սա է, այդ ժողովուրդներից են ծնվում, ինչ ուղղակի մեզ խելացի առաջնորդ է պետք, խելացի քաղաքական ուժ։ Ուցե խելացի էլիտաները, ովքեր կապիտալ եւ ժողովրդի մեջ կարողանան այլ բան է մտածեն։ Պետության գաղափարը ներարկել եւ պետականության զգացողություն ներարկեն, որ դիտակցեն կան։ Դա պիտի նախ առաջին հերթին այդ էլիտանին, բայց էլիտան էլ ժողովրդից է ծնվում։ Մեզանից ծնվածները սրանք են։ Մեր առաջնորդները ու մեզ այդպես այծերի պես գայլերին նամակ են գրում, գայլերն էլ ասում են այդպես արեք, որ առողջ լավ ապրեք ու հերթով բռնում ուտում են։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ Analytic Talk հաղորդման հովանավորներն են Կրեպերի սրճարանը եւ FINAP հաշվապահական ընկերությունը։ Այսօր նաեւ մի լավ նորություն ունեմ, Analytic կենտրոնը վերսկսում է գործունեությունը եւ մենք առաջարկելու ենք մի շարք շատ կարեւոր եւ արդյունավետ մեխանիզմներ, ինչպես բիզնես, այնպես էլ քաղաքական կազմակերպություններին, կուսակցություններին այս բaragայում, նաեւ քաղաքական գործիչներին։ Այս թեմայով ավելի մանրամասն կխոսեմ առանձին եթերով։ Շնորհակալ եմ, անպայման բաժանորդագրվեք մեր YouTube-յան էջին, մոռացա նշել, լայքեք, մեկնաբանություններ գրեք, ինչպես նաև նշեք, թե ում կուզենաք տեսնել մեր եթերում, ինչ հարցեր կուզենաք, որպեսզի քննարկվեն։ Նաև աջակցեք մեզ Donation Alerts եւ Patreon համակարգերի միջոցով։ Շնորհակալություն, կհանդիպենք։ Stay tuned։